Հա, բա ոնց։ Հաշվում էիք ուղևորներին, ճիշտ է։ Այո։ Քանի կանգառ ունեցավ մինիվենը։ Հրաշալի, քաշ եմ։ Այս գրիչով գրվելու է Օսկարի գնացող սցենարն է, ժողովուրդ հիշեք այս գրիչը։ Հուսով եմ դեր կունենաք։ Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր ձեզ հետ ես եմ Լիանան։ Դե ինչպես տեսնում եք, եղանակները տաքացել են եւ ճիշտ ժամանակն է ուղևորվել դեպի մարզեր։ Իսկ թե ինչպես դա անել ոչ միայն շատ մատչելի, այլև հաճելի ուղեկցությամբ կպատմեմ այսօր ես այս թողարկման ընթացքում ներկայացնելով թե ձեզ, թե մեր անցորդներին Պոպուծի հավելվածը։ Գնացինք։ Մինիվենը Գյումրուց ուղևորվում է դեպի Երևան։ Մինիվենում կա 5 ուղևոր։ Մարալիկում 3 ուղևոր բարձրանում է, 2 ուղևոր իջնում։ Թալինում 3 ուղևոր բարձրանում է, 1 ուղևոր իջնում։ Ապարանում 3 ուղևոր բարձրանում է, ոչ մի ուղևոր չի իջնում։ Աշտարակում 2 ուղևոր իջնում է, 1 ուղևոր բարձրանում։ Եվ մինիվենը հասնում է Երևան։ Քանի կանգառ ունեցավ մինիվենը։ Այդ կարգի։ 4։ Բրավո։ Պաստորեն ուշադիր էիք։ Իսկ Պոպուծի, չէ, բայց ուշադիր էիք, պաստորեն, ճիշտ պատասխանեցիք։ Իսկ Պոպուծի հավելվածի մասին լսել եք։ Պոպուծին հավելված է, որը ներառում է Հայաստանի բոլոր երթերը մեկ հարթակում։ Իդեպ, եթե բաժանորդագրվում եք, ապա ունենում եք հենց միանգամից առաջին բաժանորդագրման ժամանակ 1500 դրամ բոնուս ձեր դրամապանակին։ Եվ սա դեռ ամենը չէ, նաև ամեն օր օրական 1 երթից 50% հետ վճար եք ունենում։ Հիմա սա իմանալով ավելի հաճախ կգնաք մարզեր։ Հա, բա ոնց։ Դե որպեսզի ձեր երթը ավելի ուրախ լինի, ձեզ փոքրիկ հուշանվեր Պոպուծիի կողմից։ Մինիվենը Գյումրիից ուղևորվում է Երևան։ Մինիվենում կա 5 ուղևոր։ Մարալիկում 3 ուղևոր իջնում է, 2 ուղևոր բարձրանում։ Թալինում 4 ուղևոր իջնում է, 1 ուղևոր բարձրանում։ Ապարանում 3 ուղևոր իջնում է, ոչ մի ուղևոր չի բարձրանում։ Աշտարակում 2 ուղևոր բարձրանում է։ Լավ, միանգամից հարցնեմ տալիս, քանի կանգառ կատարեց ավտոբուսը։ 5 Չէ, բայց մի խոսքով դուք ջանում էիք իրոք գտնել ճիշտ պատասխանը, շատ գնահատում եմ, շատ շնորհակալություն։ Իսկ լսել եք Պոպուծի հավելվածի մասին։ Ոչ։ Պոպուծին հավելված է, որը ներառում է Հայաստանի բոլոր երթերը մեկ հարթակում։ Եվ եթե գրանցվում եք հավելվածին, առաջին ուղևորը, առաջին իսկ գրանցման ընթացքում ստանում է 1500 դրամ բոնուս, որը հետագայում կարող է օգտագործել։ Եվ սա դեռ ամենը չէ, օրական 1 երթից ունենում եք 50% հետ վճար։ Որպեսզի ձեր հետագա երթերը լինեն ավելի հաճելի, ձեզ Պոպուծի ընկերության կողմից փոքրիկ հուշանվեր։ Մինիվենը ուղևորվում է Գյումրուց Երևան։ Մարալիկում Մինիվենում կա 5 հոգի նախնշեմ, Մարալիկում 3 ուղևոր իջնում է, 2 ուղևոր բարձրանում։ Թալինում 3 ուղևոր բարձրանում է, ոչ մի ուղևոր չի իջնում։ Ապարանում 4 ուղևոր բարձրանում է, 1 ուղևոր իջնում է։ Աշտարակում 2 ուղևոր բարձրանում է։ Մինիվենը հասնում է Երևան, քանի կանգառ ունեցավ մինիվենը։ 5 Դուք ուղևորներին էիք հաշվում հաստատ։ Լավ, իսկ Պոպուծի հավելվածի մասին գիտեք։ Չէ։ Պոպուծին ուրեմն հավելված է, որը ներառում է Հայաստանի բոլոր երթերը մեկ հարթակում։ Այսպիսի մի բան, երբ գրանցվում ես Պոպուծի հավելվածին, հենց առաջին իսկ անգամ ունենում եք 1500 դրամի բոնուս, որը ավելանում է ձեր դրամապանակին։ Հաճելի է, չէ՞։ Բայց սա դեռ ամենը չէ, օրական 1 երթից ունենում եք 50% հետ վճար։ Այսինքն վճարում եք X գումար, կեսը հետ է վերադառնում էլի ձեր դրամապանակին։ Իսկ սա արդեն իմանալով ավելի շատ կերթևեկեք Պոպուծի հավելվածով։ Ավելի ճիշտ ավելի շատ կգնաք մարզեր եւ հենց Պոպուծի հավելվածով։ Իհարկե։ Ձեզ Պոպուծի ընկերության կողմից փոքրիկ հուշանվեր, որ ավելի հաճելի լինեն ձեր երթերը։ Մինիվենը Գյումրուց ուղևորվում է դեպի Երևան եւ մինիվենում կա 5 ուղևոր։ Մարալիկում 3 ուղևոր բարձրանում է, 2 ուղևոր իջնում։ Թալինում 4 ուղևոր բարձրանում է, 1 ուղևոր իջնում։ Ապարանում 3 ուղևոր բարձրանում է եւ ոչ մի ուղևոր չի իջնում։ Աշտարակում 4 ուղևոր բարձրանում է, 1 ուղևոր իջնում է։ Քանի կանգառ ունեցավ մինիվենը։
Բրավո, բրավո, ճիշտ հաշվեցիք կանգառները։ Իսկ պոպուծի հավելվածին ծանոթ եք։ Ոչ։ Ահա, ուրեմն ձեզ տեղեկացնեմ, որ պոպուծին հավելված է, որը ներառում է Հայաստանի բոլոր երթերը մեկ հարթակում։ Յուրաքանչյուր ուղևոր առաջին գրանցումից ստանում է իր դրամապանակին 1500 դրամ բոնուս, որը հետո կարող է օգտագործել։ Բացի դրանից, օրական 1 երթից ունենում եք 50% հետ վճար։ Հարմար է, չէ՞։ Շատ։ Պոպուծի ընկերության կողմից ձեզ փոքրիկ հուշանվեր, որ ձեր երթը ավելի հաճելի լինի։ Կարող եք գրառումներ անել ընթացքում։ Մերսի շատ։ Մինիվենը Գյումրուց ուղևորվում է Երևան, մինիվենում կա 5 ուղևոր։ Մարալիկում 4 ուղևոր իջնում է, 1 ուղևոր բարձրանում։ Թալինում 5 ուղևոր բարձրանում է, ոչ մի ուղևոր չի իջնում։ Ապարանում 3 ուղևոր իջնում է, 1 ուղևոր բարձրանում։ Աշտարակում 2 ուղևոր բարձրանում է, ոչ մի ուղևոր չի իջնում։ Մինիվենը հասնում է Երևան։ Քանի կանգառ ունեցավ մինիվենը։ Թալին։ Թալին։ Դուք հավանաբար հաշվում եք ուղևորներին, ճիշտ է։ Այո։ Բայց ես գտնվեցի ավելի վատը եւ հարցրեցի կանգառների մասին։ Լավ, շնորհակալ եմ ամեն դեպքում։ Այսպեսի մի հարց, պոպուծի հավելվածին ծանոթ եք։ Որ Պոպուծի։ ճանապարհի էլի պապուծի։ Ուրեմն, պոպուծին հավելված է, որը ներառում է Հայաստանի բոլոր երթերը մեկ հարթակում։ Երբ գրանցվում եք պոպուծիին, առաջին իսկ հենց գրանցման ժամանակ ունենում եք 1500 դրամ բոնուս, որը ավելանում է ձեր դրամապանակին եւ որը կարող եք հետո օգտագործել։ Եվ սա դեռ ամենը չէ, օրական 1 երթից ունենում եք 50% հետ վճար, այսինքն եթե վճարում եք 2000 դրամ ակետից բկետը հասնելու համար 1000 դրամը ձեզ վերադառնում է։ Հարմարավետ է, չէ՞։ Շատ։ Կօգտվեք պոպուծի հավելվածից հետագա այցերի դեպքում։ Իհարկե։ Պոպուծի ընկերության կողմից ձեզ փոքրիկ հուշանվեր։ Մինիվենը Գյումրուց շարժվում է Երևան, մինիվենում 5 ուղևոր կա։ Մարալիկում 4 ուղևոր բարձրանում է, 2 ուղևոր իջնում է։ Թալինում 3 ուղևոր բարձրանում է, 2 ուղևոր իջնում է։ Ապարանում 3 ուղևոր բարձրանում է, ոչ մի ուղևոր չի իջնում։ Եվ Աշտարակում 2 ուղևոր իջնում է։ Մոռաց։ Քանի կանգառ ունեցավ մինիվենը։ Չէի շեշտ։ Դրա վրա չէի շեշտվել։ Կացա դուք ուղևորներին էիք հաշվում։ Շատ լավ։ Երևի 6։ Չէ, ավելի քիչ էր։ Ինչևէ, խնդիր չկա, շնորհակալ եմ։ Պոպուծի հավելվածի մասին գիտեք։ Ոչ։ Պոպուծին հավելված է, որը ներառում է Հայաստանի բոլոր երթերը մեկ հարթակում։ Երբ գրանցվում եք պոպուծի հավելվածում, միանգամից ստանում եք 1500 դրամ բոնուս, որը այնուհետև կարողանում եք օգտագործել։ Շատ լավ։ Ձեր դրամապանակին եւ դա դեռ ամենը չէ, յուրաքանչյուր օր մեկ անգամ ունենում եք ամեն Բայց դա դեռ ամենը չէ, օրական 1 երթից ունենում եք 50% հետ վճար, այսինքն օրինակ X գումար ծախսում եք, դրա կեսը վերադառնում է ձեզ։ Հիանալի, շատ լավ։ Շնորհակալ։ Հուսով եմ, որ այս ամենից հետո ավելի շատ կգնաք մարզեր հենց պոպուծի հավելվածով։ Մեծ սիրով։ Շնորհակալ ենք։ Ձեզ փոքրիկ հուշանվեր պոպուծի ընկերության կողմից։ Ես էլ եմ շնորհակալ, ձեզ հաճելի օր։ Մինիվենում 5 ուղևոր կա։ Մարալիկում 3 ուղևոր իջնում է, 4 ուղևոր բարձրանում։ Թալինում 1 ուղևոր իջնում է, 2 ուղևոր բարձրանում։ Ապարանում 3 ուղևոր իջնում է, ոչ մի ուղևոր չի բարձրանում։ Աշտարակում 2 ուղևոր իջնում է, 1 ուղևոր բարձրանում։ Բջոլ, քանի կանգառ ունեցավ մինիվենը։ Էդ էր։ Դուք ուղևորներին էիք, չէ՞ հաշվում։ Լավ։ Չէ՞։ 4 իրականում է Երևանն էլ հաշված, Երևանը արդեն վերջին կանգառն էր։ Մի խոսքով, այսպիսի հարց պոպուծի հավելվածի մասին լսել եք։ Այո։ Այո, հրաշալի է, ուրեմն արդեն գիտեք, որ պոպուծին հավելված է, որը ներառում է Հայաստանի բոլոր երթերը մեկ հարթակում։
յուրաքանչյուր, այսինքն առաջին գրանցման ժամանակ, երբ գրանցվում եք փոփուծի հավելվածին, 1500 դրամ բոնուս եք ստանում, որը կարող եք հետագայում օգտագործել։ Եվ սա դեռ ամենը չէ, օրական 1 երթից ունենում եք 50% հետ վճար։ Այսինքն ինչ որ X գումար վճարում եք եւ կեսը ուղիղ հետ է գալիս ձեր դրամապանակին։ Մատչելի է, չէ՞։ Այո, ես ճիշտն ասած ուզում էի օգտվեի, որովհետև ուզում եմ այս տարի ամառը ցես խառը տեղեր գնամ։ Հրաշալի է, դա ոչ միայն մատչելի կլինի, այլ նաև շատ հարմարավետ եւ հաճելի ուղեկցությամբ։ Ի դեպ, որպեսզի ձեր երթը ավելի հաճելի լինի, փոփուծի ընկերության կողմից ձեզ փոքրիկ հուշանվեր։ Մերսի։ Մինիվենը Գյումրիից ուղևորվում է դեպի Երևան։ Մինիվենում կա 5 ուղևոր։ Մարալիկում 3 ուղևոր իջնում է, 4-ը բարձրանում։ Թալինում իջնում է 2 ուղևոր, բարձրանում է 1-ը։ Ապարանում 3 ուղևոր բարձրանում է, ոչ մի ուղևոր չի իջնում։ Աշտարակում 2 ուղևոր բարձրանում է, 3 ուղևոր իջնում է։ Քանի կանգառ ունեցավ մինիվենը։ Իսկ քանի ուղևոր վերջում մնա։ Վերջում մնաց 7 ուղևոր, կանգառն էլ եթե չեմ սխալվում 4-ից 5։ Ճիշտ եք, 4 Երևանն էլ հետ է, եթե հաշվենք, բրավո, բայց այ ուղևորների թիվը նույնիսկ ես չեմ հիշել։ Լավ, իսկ դուք ծանոթ եք փոփուծի հավելվածին։ Փոփուծի, համացանցերում բերել է, տենց մոտավորապես։ Ուրեմն ասեմ ձեզ, որ փոփուծին հավելված է, որը ներառում է Հայաստանի բոլոր երթերը մեկ հարթակում։ Երբ նոր եք գրանցվում, նոր ուղևոր եք գրանցվում եք հավելվածին, ստանում եք միանգամից 1500 դրամ բոնուս, որը ավելանում է ձեր դրամապանակին, որն էլ կարող եք հետագայում օգտագործել։ Օգտվում ենք փոփուծի ժողովուրդ։ Սպասեք, սա դեռ ամեն։ Մենք 1500 դրամ բոնուսը։ Ահա, բայց սա դեռ ամենը չէ։ Ուրեմն յուրաքանչյուր օր 1 երթից ունենում եք 50% հետ վերադարձ։ Այսինքն մեկնում եք A-կետից B-կետը, ծախսում եք X գումար, X գումարի կեսը վերադառնում է ձեզ։ 50% քեշբեք։ Էլ սրանից լավ որտեղ պետք է գտնեք ժողովուրդ ջան։ Օգտվեք փոփուծից։ Ես ձեզ դա խորհուրդ եմ տալիս։ Լավ, ես գնամ տուն ոնց որ։ Որպեսզի ձեր երթը փոփուծիով ավելի հաճելի, զվարճալի անցնի, ձեզ փոքրիկ հուշանվեր։ Կարող եք գրառումներ անել ճանապարհին, թե քանի ուղևոր նստեց, քանի ուղևոր իջավ։ Որ չմոռանամ քանի կան։ Իհարկե։ Շնորհակալ եմ շատ, ձեզ լավ օր։ Շնորհակալություն։ Այս գրիչով գրվելու է Օսկարի գնացող սցենարներ, ժողովուրդ հիշեք այս գրիչը։ Հուսով եմ դեր կունենամ ես։ Մինիվենը Գյումրուց ուղևորվում է դեպի Երևան, մինիվենում կա 5 ուղևոր։ Մարալիկում 3 ուղևոր իջնում է, 4 ուղևոր բարձրանում։ Թալինում 1 ուղևոր իջնում է, 2 ուղևոր բարձրանում։ Ապարանում իջնում է 3 ուղևոր, ոչ ոք չի բարձրանում։ Աշտարակում 4 ուղևոր բարձրանում է, 1 ուղևոր իջնում է։ Քանի կանգառ ունեցավ մինիվենը։ 5 երևի։ 5 դուք Երևանն էլ եք հաշվում, թե չէ։ Հա, Երևան։ Ձեզ օգնեմ։ Հա, եթե Երևանն էլ ենք վերջնակետը հաշվում, ուրեմն բրավո, 5 կանգառ, այո։ Իսկ փոփուծի հավելվածին ծանոթ եք։ Հա, տեսել եմ մետրոյում գովազդները։ Հա, իսկապես ես չեմ տեսել, փաստորեն մի բան էլ ես ձեզնից իմացա։ Փոփուծին հավելված է, որը ներառում է Հայաստանի բոլոր երթերը մեկ հարթակում։ Փոփուծին յուրաքանչյուր ուղևոր փոփուծիին գրանցվելիս ստանում է 1500 դրամ որպես բոնուս, որն ավելանում է դրամապանակին եւ հետո հնարավոր է լինում օգտագործել։ Հրաշալի, քաշ եմ։ Օրական 1 ուղևորությունից ուղևորը կարողանում է ստանալ 50% հետ վճար։ Այսինքն A-կետից ուղևորվում եք B-կետը, ծախսում եք X գումար, որի կեսը վերադառնում է ձեզ։ Հրաշալի է, չէ՞։ Շատ։ Մատչելի է եւ շատ հաճելի ընկերակցություն։ Հրաշալի։ Հեսա հենց հիմա քաշեմ։ Ուրեմն որպեսզի ձեր երթերը փոփուծիով ավելի հաճելի անցնեն, ձեզ փոփուծի կողմից փոքրիկ հուշանվեր։ Դե ինչ հարգելի հետևորդներ, այժմ դուք էլ գիտեք փոփուծի հավելվածի մասին, չենք մոռանում ներբեռնել, բաժանորդագրվել եւ իհարկե ուղևորվել դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր փոփուծիի հետ միասին։ Եվ իհարկե չենք մոռանում մեկնաբանություններում նշել, արդյոք խնդիրը գուշակեցիք, թե ոչ։ Մինչ հանդիպում։